Հայաստանի իշխանությունները խթանում են ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը։ Փաստն արձանագրված է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի նոր զեկույցում։ Տվյալները հավաքվել են 2025-ի մարտին։ Խարտիայի համաձայն Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներն են ռուսերենը, ասորերենը, հունարենը, քրդերենը, եզդիերենը, ուկրաիներենը։ Նախորդ տարվա համեմատ զեկույցում ծավալուն անդրադարձ կա դպրոցների համար մշակված մշակութային բազմազանություն ծրագրին։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը մշակութային բազմազանության թեմայի շրջանակում մշակել է որոշակի ծրագիր, որը ուղարկվել է հանրակրթական դպրոցներին, որտեղ նշվում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մասին, նրանց խոհանոցի մասին, նրանց ավանդույթների մասին, նրանց ազգային այս կամ այլ մշակույթի մասին եւ այդ ծրագրերը դպրոցներում դասղեկական ժամերի մեջ են ներգրավված։ 2024-ին փոքրամասնությունների լեզուների դասավանդումը բաց դասերի եւ այլնի միջոցով խթանվել է մոտ 170 դպրոցներում։ Զեկույցում ներկայացվել են նաեւ Հայաստանի տրամադրած տվյալները, ըստ որի Հայաստանի 1.893.181 քաղաքացիներ ազատ խոսում են ռուսերեն, 3450-ը եզդիերեն, 2872-ը ասորերեն, 777-ը հունարեն, 561-ը քրդերեն, 1276-ը ուկրաիներեն։ Հաստատվել է փոքրամասնությունների համայնքներում մշակութային միջոցառումները տեղի են ունենում Հայաստանի կառավարության աջակցությամբ, ֆինանսավորմամբ։ Այս կառավարությունը բավականին արագ արձագանքող է խնդիրներին, ազգային փոքրամասնությունների, կառավարության մեր գործընկերների հետ խոսելիս իրենք պատրաստականություն հայտնում են, որպեսզի նաև ներգրավեն ազգային փոքրամասնություններին եւ ազգային փոքրամասնությունների խնդիրները լուծելու հարցում եղած գործիքակազմերը փոփոխելու անհրաժեշտություն իրենք էլ են տեսնում։ Ազգային փոքրամասնությունների համար արտոնություններ կան։ Խմբակավար լինելու համար նրանց բավարար է ունենալ միջին մասնագիտական կրթություն։ Մասնակցում են կամավոր եւ պարտադիր ատեստավորմանը, վերապատրաստումների ծրագրերին։ Ազգային փոքրամասնությունների սովորողների համար դասագրքերը ապահովում են ինչպես տարրական, այնպես էլ միջին եւ ավագ դասարաններում, այսինքն 1-ից մինչեւ 12-րդ դասարանում սովորող երեխաների համար նախարարությունը ամեն տարի տպագրում է դասագրքեր։ Կոմիտեն առաջարկներ է արել։ Շեշտը դրվում է ազգային փոքրամասնությունների դասավանդման վրա, նրանց մասնագետների կայացման վրա եւ նաեւ այդ ամեն ինչը հաշվի առնելով է, որ մենք մեր ոլորտը կարգավորող իրավական ակտերում որոշակի արտոնություններ ենք սահմանել։ Նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ՀԿ-ների հետ համատեղ աշխատում ենք, իրենց առաջարկություններին ականջալուր ենք եւ փորձում ենք իրենց մասնագետների պատրաստման հարցը ավելի ինստիտուցիոնալ կազմակերպել։ Ազգային փոքրամասնությունների կրթությունը համայնքներում, եթե եզդիական համայնքի մասով վերցնենք, գոնե մի խոշորացված համայնքում պետք է կրթությունը տրվի մայրենի լեզվով, հայերենի պարտադիր իմացությամբ եւ բարձրագույն որևէ ուսումնական բուհում ըստ էության այս դեպքում մանկավարժական համալսարանում, որը մանկավարժի որակավորում է տալի կրթություն է տալիս, բացվի եզդիերենի ամբիոն եւ մենք կունենանք բավարար թվով դիմորդներ, ովքեր եզդիերեն կրթություն ստանալուց հետո, մայրենիով կրթություն ստանալուց հետո կարող են նաեւ դիմել այս բաժին եւ այնուհետեւ մեր այս ուսանողները, ովքեր կավարտեն, վերադառնան համայնքներ նաև դասավանդելու։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն այդ առաջարկն արդեն քննարկում է, նշում է ոլորտային գերատեսչության ներկայացուցիչը։ Նաև ազգային ժողովի ամբիոնից նախարարն էր հավաստիացրել։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանությունը եւ նաեւ պաշտպանությունը պետության մշտական աջակցության եւ հոգացության ներքո է եւ կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ամբողջական համակարգային պատկերացում ունենանք այս մասնագիտական կադրերի պատրաստման եւ այդ կադրերի առկայությունը ապահովելու ուղղությամբ, որն էլ մեզ թույլ կտա քննարկել նաեւ նման ուրեմն ամբողջական ուսումնական հաստատության հարցը։ Ինչ վերաբերում է հանձնառությանն ու քաղաքական կամքին, վստահ եմ, որ այստեղ մենք չունենք որևէ խնդիր։ Կոմիտեն հաջորդ պարբերական զեկույցը կներկայացնի 2029-ի մայիսի 1-ին։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։